Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ասում են ամեն անգամ մի քիչ տարբեր զգացողություն է լինում տարվա ավարտին, ի վերջո ճանապարհում ենք հին տարին ու դիմավորում նորը։ Ինչքան էլ տրամադրությունները տարբեր լինեն, տոնական մթնոլորտը լինի կամ ոչ այնքան միևնույնն է, կյանքի շատ կարևոր ինչ-որ մի փուլի հետևում է, մի հայացք ես գցում, որոշում, գնահատում, արժևորում ամենակարևորը եւ երևի էականը այս օրերին տարվա ամփոփմանը ծրագրեր ես կազմում հաջորդ տարվա համար։ Ըստ էության հոգեբանները միշտ պնդում են, որ եթե մարդը չի կարողանում ծրագրեր կազմել, երազանքներ ունենալ, երազանքին վերջնաժամկետ սահմանել, այն դարձնել նպատակ, ինչ որ մի բան իր կյանքում այնպես չի։ Այս զգացողությունը պահելը շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ իրականում տարվա ավարտին կամ նորի սկզբին ամենաէականը հենց սա է՝ կարողանալ պահել հույսը, ծրագրեր կազմելու հնարավորությունը եւ դեպի երազանքներ գնալու ճանապարհը։ Շատ դեպքերում մենք երազանքներ գնալու ճանապարհը ոչ միայն հոգեբանական որոշակի վիճակների հետ ենք կապում, այլև ծրագրում ենք ինչպես անել, որպեսզի ավելի բարեկեցիկ դարձնել մեր առօրյան։ Շատ բան իհարկե կախված է ներսից, բայց ինչ-որ բան կախված է նաև կոնկրետ ոլորտներից։ Եթե դուք մեծ գաղափար ունեք, ուրեմն ուզում եմ, որպեսզի տարվա հենց ավարտին, հենց այս օրը դուք ուշադրությամբ ձևակերպեք ձեր մեծ գաղափարը, որովհետև մենք հրաշալի ու շատ պրոֆեսիոնալ հյուր ունենք, ում շնորհիվ, ում օգնությամբ, ում աջակցությամբ ու գործնական նաև մասնակցությամբ հնարավոր պիտի լինի ձեր ամենահետաքրքիր ու մեծ գաղափարները գոնե բիզնեսի հետ կապված իրականություն դարձնել։ Սիրելի հետևորդներ, այս պահին Elroom-ում նաև ձեր անունից ուզում եմ սիրով ողջունել Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ, աուդիտոր, Հայաստանի աուդիտորների պալատի հարկային հանձնաժողովի անդամ Սերգեյ Խաչատրյանին։ Սերգեյ, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ նորից առիթ ունենք հանդիպելու եւ ամենակարևոր ու պատասխանատու շրջանում։ Ողջույն Լիլի ջան։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք եւ շատ ուրախ եմ, որ կրկին ձեր տաղավարում եմ։ Այո, պլանավորումը շատ կարևոր է բիզնես տեսանկյունից, յուրաքանչյուր տարին ավարտելով, ամփոփելով նոր սկիզբ ենք դնում արդեն հաջորդ տարվա համար եւ կարեւոր է պլանավորումը, թե ինչպիսի ծրագրեր, ինչպիսի նոր նշաձողեր ենք սահմանում մեզ համար։ Ինչու եմ ես շատ կարեւոր համարում տարվա վերջին ամփոփմանը հենց ձեզ հետ հանդիպումը, որովհետեւ դուք կարողանում եք ռեալ գնահատել հնարավորությունները, չողոքեվորվել այս րոպեական ըստ էության իրավիճակի լավացմամբ, այլ կարողանալ հստակ այդ իրավիճակի դրական տեղաշարժը օգտագործել շարունակությունը պլանավորելու համար։ Սա մասնագիտական է ինչ-որ առումով, թե մարդկային տեսակի հետ է կապվում նաև։ Լիլի ջան, ես կարծում եմ նաև մարդկային հատկանիշ է դա, որը որ կարելի է հետագայում զարգացնել, ավելի ճկուն դարձնել եւ օգտագործել իշա բիզնեսի եւ կարծես թե այդպես էլ եղել է, ես տարիներ շարունակ այդ պլանավորումը կատարելով, այսօր մեր բիզնեսում Safe Invest-ի կյանքում ես փոքրաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորումներ եմ իրականացնում, նույնիսկ շաբաթական մեզ մոտ պլանավորումները երբեք չեն շեղվում։ Ես յուրաքանչյուր կիրակի կամ շաբաթ երեկոյան հատկացնում եմ հաջորդ շաբաթվա պլանավորմանը, ոչ թե միայն իմ աշխատանքների պլանավորմանը, այլ նաեւ թիմի աշխատանքների պլանավորմանը։ Բնականաբար երկարաժամկետ պլանավորումների մեջ շատ կարեւոր է տեղին չտալ իրավիճակներին, որոնք որ նոր են Երևան եկել եւ պետք է ավելի սառը դատել եւ երկարաժամկետ պլաններում ցանկալի է տեղի չտալ ֆորս մաժորային իրավիճակներին։ Թեպետ շատ կարեւոր է նաեւ արագ արձագանքել իրավիճակներին, դա նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ եթե իրավիճակներին դանդաղենք արձագանք տալը, հետագայում կարող ենք արդեն բաց թողնել եկամուտներ կամ մեծ վնասներ կրել։ Սերգեյ, ես ուզում եմ սկսենք կազմակերպությունից նախ, ըստ էության արդեն Safe Invest-ը իր երկրորդ գրասենյակը ունի, նաև Հակոբ Հակոբյան 2 հասցեում է գործում, հիմնական գրասենյակը պահպանելով Թումանյան 1 հասցեում։ Եվ սա ձեր ծրագրերի մեջ էր, մենք առիթ ունեցել ենք խոսել, այսօր արդեն իրականություն է դարձել եւ ամբողջական նորագույն սարքավորումներով եւ լրիվ ամբողջական ու շատ պրոֆեսիոնալ թիմով։ Տեսեք Լիլի ջան, այո, մեր ծրագրերի մեջ մտնում էր, մենք երկար տարիներ պլանավորում էինք արդեն մասնաճյուղի գրանցումը,
դա շատ կարևոր է եւ ճկունություն էր տալու աշխատանքին եւ նախորդ տարի մենք արդեն իսկ բացեցինք մեր մասնաճյուղը եւ միայն բացելը բավարար չէր, անհրաժեշտ էր թե տեխնիկապես, թե նոր անձնակազմով լրացնել գրասենյակը եւ 2025 թվականը հենց որպես այդպեսին դրանով էր զբաղված երկրորդ մասնաճյուղը եւ ամփոփում արդեն 2025 թվականի կարող են գրանցել, որ տեխնիկապես մեծ աշխատանք են կատարել եւ ընկերությունը այդ մասնաճյուղի մասով արդեն պատրաստ է ծրագրային առումով, արագ աշխատանքներին արձագանքելու առումով եւ արդեն անձնակազմը ինքը իր փոխարինելիությունը ինքնին կարողանում է ապահովել եւ որևէ կախում չունի Թումանյան մեկ հասցեում գործող ընկերությունից։ Շատ կարևոր գործոն էր մեզ համար։ Այո, ինքնուրույն ինքը սկզբին մի քանի ամիս այդ կախումը կար, առանց գլխամասի չէր կարողանում աշխատանքները կատարել եւ արդեն որպես ամփոփում մենք կարող ենք ասել, որ այդ կետին հասել ենք, որը որ ծրագրավորել էինք, թեպետ սա մեր միջնաժամկետ ծրագրերում էր եւ հետագա տարիներում ունենք ել ավելի աշխատանքներ կատարելու այս մասով։ Այո, եւ հետաքրքիր է փաստորեն սա նաեւ հնարավորություն է տալիս ավելի ընդլայնել, ավելի շատ ընկերություններ կկարողանան արդեն դիմել ձեզ, որովհետեւ ամենապրոֆեսիոնալ ու շատ մեծ տարբեր ուղղություններով ընկերությունների, տնտեսվարողների փաստորեն հաշվապահական էս ամենածանր բեռը Safe Invest-ի ուսերին է, հիմա կարող է այս թիվը ավելի մեծ լինել։ Բնականաբար, տեսեք, կարևոր է, որ բիզնեսը անընդհատ աճի զարգացման հետ մեկտեղ կարողանա զինվել ռեսուրսներով, ինչպես գիտելիքների ռեսուրսներով, մարդկային ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ եւ 2025 թվականը մեզ համար այդպիսի տարին էր, մենք կատարեցինք փոխարինելիության, ռեսուրսների փոխարինելիության անվտանգության ապահովումը եւ նաեւ ծրագրային զինվում կատարեցինք, արդեն իսկ 2026 թվականը մեզ համար լինելու է նոր հաճախորդների ներգրաման տարի կարելի ասել։ Եվ մենք ամբողջ կազմով պատրաստ ենք այդ գործընթացին, որպեսզի կարողանանք շուկայում ավելի շատ մեծ տեղ զբաղեցնել։ Այո, ըստ էության, եթե մի քիչ կենցաղային, համեմատություն անեմ, գործունեության ծրագրերը զարգացման ուղղությունը, այնպիսի տպավորություն է լինում է, չէ, որ փոքր տարածքում շատ հյուրեր են հրավիրում, ասում են, դե ոչինչ, մի կերպ կտեղավորենք, բայց կան նաև դեպքեր, որոնք տարածքը սկզբում մեծացնում են, հարմարավետ են դարձնում, հետո են հրավիրում հյուրերին։ Հիմա ըստ էության Safe Invest-ը եւ տարածքի եւ սարքավորումների եւ որ շատ ամենակարևորն է գուցե թիմի առումով պատրաստ է ընդլայնվելու, նոր հաճախորդների ներգրավելու։ Գիտեք, շատ բիզնեսների սնանկացման, փակման վրա ազդում է հենց այդ գործոնը, որ նրանք անընդհատ շուկան ավելացնելով կապ չունի ոլորտը, ցանկացած ոլորտում, երբ որ նրանք ռեսուրսներով պատրաստ չեն լինում սպասարկմանը, կամ նույնիսկ ապրանքների վաճառքի դեպքում, երբ որ նրանք պատրաստ չեն լինում, արդեն հաճախորդների կորուստ են ունենում։ Մենք այդ ամենը քաշ գիտակցելով եւ 2025 թվականը մենք նվիրեցինք դրան եւ կարելի է ասել ոչ միայն մենք չզբաղվեցինք մեծ աշխատանք չկատարեցինք նոր հաճախորդների ներգրավման համար, այլև մենք կատարեցինք ընկերությունների զտման աշխատանք, այո դա շատ կարևոր է մեզ համար։ Սա բարբերաբար անում եք դուք։ Բարբերաբար շատ ճիշտ եք նկատել, բարբերաբար մենք կատարում ենք գործընկերների զտման աշխատանքներ, այսինքն այն գործընկերները, որոնք որ մենք հասկանում ենք մեր ուղին միաժամանակ չի կարող երկար շարունակվել, ոչ թե մեզանով պայմանավորված, այլ իր քաղաքականությունով պայմանավորված եւ աշխատողների զտման աշխատանքներ։ Այստեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ դա գրանցել ենք հաջողությամբ։ Տեսեք, ես կարծում եմ, որ ընկերության տնօրեն լինելը միայն ոլորտին տիրապետելը բավարար չէ, դուք պետք է նաև որոշակի չափով հոգեբանական աշխատանքներ կատարեք, տիրապետես յուրաքանչյուր աշխատակցին առանձին մոտեցում դրսևորելով հասկանաս տվյալ աշխատակցի մոտ ինչպիսի խնդիրներ կան, այն խնդիրները, որոնք որ գործատուի բիզնեսի դաշտում է, նա պարտավոր է դրանք շուտափույթ լուծել եւ կարգավորել, բայց կան այնպիսի խնդիրներ, որ աշխատողի ներսում է եւ դա հնարավոր չէ լուծել, դրանք հնարավոր է հետագայում ել ավելի մեծ խնդիրներ առաջացնեն թե իր, թե ամբողջ թիմի մոտ։ Դա նույնպես զտման աշխատանքները, որը որ շատ կարևոր է։ Մենք այս տարի նաև այդ աշխատանքները կատարեցինք։ Այո։ Եվ թիմի մասին կարելի է նաև ձեր էջում տեսնել, Սերգեյ, որ անընդհատ շատ պրոֆեսիոնալ, փաստորեն, բայց նաև շատ այսպես նուրբ որոշակի չափորոշիչների, ոչ միայն մասնագիտական, այլև երևի մարդկային, նաև տեսակի այսպես եք ամբողջացրել, համալրել թիմը։ Հիմա փաստորեն ամբողջական է եւ կուռ մեկ ուղղությամբ գնացող, սա եւս կարեւոր բան է։
Շատ կարևոր է, որովհետև մեր մասնագիտությունը այսօր պահանջում է շատ ինտենսիվ քննարկել օրենսդրական փոփոխությունները, հաշվապահական հաշվառումը, թիմի աշխատանքում կատարված բացթողումները եւ ահա դրան ուղղված է Safe Invest-ում հատկապես երկրորդ մասնաճյուղում կարելի է ասել շաբաթական ինտենսիվ 2-3 անգամ յուրաքանչյուր աշխատակից ունի պարտականություն կատարել օրենսդրական քննարկումների միջոցառման կազմակերպումը եւ ահա այս տարի մենք ինտենսիվ դա կատարել ենք եւ շարունակելու ենք դեռ մինչեւ հաջորդ տարվա կես այդ ինտենսիվ աշխատանքները հետագայում դա մեր ժամկետների մեջ է մտնում հետագայում նոր ծրագրեր կմշակենք Այո, շատ լավ, շնորհակալ եմ, շատ սիրելի հետևորդներ, հեռախոսահամարը դուք տեսնում եք արդեն 2 հասցե Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնը իրականում այս բոլոր տարիների ընթացքում շատ առանձնացել է իր եւ մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցմամբ միևնույն ժամանակ պատասխանատվության, հա, ամբողջական պատասխանատվության զգացումով մասնագետները գիտեք, որովհետեւ օրենքները, հա, մեր հարկային օրենսգիրքը գիտեք շատ ամենահաճախ փոխվող բանն է, այստեղ շատ փոփոխություններ են լինում եւ շատ կարեւոր է ոչ միայն որպեսզի պրոֆեսիոնալ լինի հաշվապահը ով վարում է ձեր բիզնեսը, այլև կարողանա արագ տեղեկանալ, միշտ լինի կենտրոնում, ըստ էության սպասվող փոփոխությունների մասին նախապես իմանալ, ձեզ տեղեկացնելու հնարավորություն տա եւ կարողանա պատասխանատվություն վերցնել ինչ որ ծրագրերի, ինչ որ առաջարկներ ներկայացնելու առումով։ Այս առումով, եթե ուզում եք, որպեսզի երազանքի ետևից գնաք, ըստ էության կարողանաք դուք ստեղծագործեք ու մտածեք միայն ձեր բիզնեսի առաջ խաղացման մասին, պիտի այս ոլորտը ամենապրոֆեսիոնալներին վստահեք։ Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնը այս դեպքում նոր չէ իր մասին հայտնել եւ ամենայն պատասխանատվությամբ հենց տարվա ավարտին է հրաշալի օրով։ Ես կարծում եմ, որ սա կարևորագույն տեղեկատվություն է, որը մենք սիրով տրամադրում ենք եւ իրականում խորհուրդ ենք տալիս վստահեք, որպեսզի կարողանանք հաջորդ տարվա ընթացքում միայն հաճելի բաների մասին խոսեք։ Սերգեյ, նաև խոսեցիք փաստորեն թիմի նոր մասնաճյուղի, այս ամեն ինչը կազմակերպելու մասին, բայց դրան զուգահեռ Safe Invest-ը 2025-ին լուրջ նաև հաղթանակներ ու հաջողություններ է գրանցել։ Ես գիտեմ, որ նոր ոլորտներ կան, որոնք ըստ էության արդեն այս տարի ձեր համագործակցության դաշտում են։ Լիլիթ ջան, մենք 2025 թվականում նաև որպես Safe Invest ընկերություն անդամագրվեցինք տարբեր կառույցների, տարբեր նպատակներով։ Տեսեք, առաջվա մեր քննարկումների ժամանակ, եթե չեմ սխալվում, մենք նշում էինք, որ Safe Invest-ը օրենսդրական փոփոխությունները, որոնք ինչպես դուք եք նշում, շատ կարևոր է, այո, եւ մենք երկար տարիներ հենց այդ աշխատանքն ենք կատարել, նախապես նախագծի փուլում մեր գործընկերներին տեղեկացրել ենք, թե ինչ է սպասվում, որպեսզի բիզնեսը կարողանա ճիշտ պլանավորում իրականացնել եւ շատ հազվադեպ դեպքերում նաեւ միջամտել ենք այդ նախագծերի հետագա ընթացքին։ Սակայն 2025 թվականում արդեն մենք ոչ միայն նախագծերի քննարկման գործընթացին ենք վաղաժամ տեղեկանում եւ իրազեկում, այլ ինքներս ենք հանդերձ եկել առաջարկներով, կարելի ասել որոշակի խողովակաշարի պես, հա, մենք վերցնում ենք բիզնեսի խնդիրները եւ դրանք տարբեր կառույցների միջոցով ներկայացնում ենք օրենսդիր մարմինին, որպեսզի կատարեն համապատասխան փոփոխությունները։ Ինչի մասին է խոսքը։ Մենք 2025 թվականի ընթացքում ես ինքս որպես աուդիտոր, դուք նշեցիք, որ ես հարկային հանձնաժողովի անդամ եմ, որտեղ որ մենք արդեն իսկ քննարկումներ ենք կատարում նախագծերը եւ այդտեղ նպատակ ունենք ներկայացնել օրենսդրական փոփոխությունները եւ մենք ինքներս նախաձեռնենք օրենսդրական փոփոխությունները, բացի այդ ՎԶՊ-ի կառույցին եմ անդամագրվում որպես Safe Invest-ով, ես ինքս տնօրեն եւ մեր աշխատակիցները մեծ աշխատանքներ են կատարում եւ ունեցել ենք բազմաթիվ առաջարկներ, որոնք որ ներկայացրել ենք եւ դրանք բարձրաձայնել ենք, որպեսզի կարողանան հետագայում բիզնեսները ավելի դժվար ճանապարհից պարզեցնեն օրենսդրական դաշտը։ Այս երկու ուղղություններով մենք 2025 թվականին ակտիվացրեցինք մեր գործընթացը եւ մենք չենք բավարարվել այս գործընթացով, սրանք տարվա կեսի ընթացքում են լինել, բայց հենց հունվար ամսից բիզնեսի օրենսդրական աջակցության հասարակական կազմակերպություն հիմնվեց։ Նաեւ այո, եւ հենց իր նպատակը ամբողջությամբ դա էր կայանում։ Տեսեք, եթե այն երկու ուղղություններով, որտեղ որ հիմնականում միկրո հարցեր են քննարկվում, ոչ թե մասշտաբային հարցեր,
այստեղ բիզնեսի օրենսդրական աջակցության հասարակական կազմակերպությունը, որի նախագահ եմ հանդես գալիս ես ինքս, այս կառույցի հիմնական նպատակն է Երևան բերել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, ուսումնասիրելով միջազգային ամբողջ շուկան, թե ինչպիսի հարկատեսակներ գոյություն ունեն ամբողջ աշխարհում, ինչպիսի արտոնության տեսակներ կան, եւ այստեղ մենք ինքներս ենք նախաձեռնում եւ ներկայացնում ենք եւ ունենք քննարկումներ այս մասով, թե ինչ փոփոխություններ պետք է կատարել եւ մենք չենք այդ աշխատանքը կատարում հանուն շահույթի եւ այդ աշխատանքը հանուն կատարում ենք մեր բիզնեսի, մեր հասարակության, այսինքն այդ հասարակական կազմակերպության ամբողջ նպատակը հենց դա է կայանում։ Մենք ցույց ենք տալիս այլ դաշտեր, այլ տեղեր, որտեղից կարելի է այդտեղ հարկեր հավաքագրելով առանց վնաս հասցնելու բիզնեսին եւ բնակչությանը։ Օրինակ ներգնատուրի մասով, օրինակ հարկային այնպիսի դաշտեր, որոնք որ կարող է չնչին գումարների ավելացում, որ բեռի ավելացում էապես չի լինի, բայց մեծ մասշտաբային հարցեր կկարգավորեն։ Առավել եւս նաեւ արտոնությունների մասով գոյություն ունեն ամբողջ աշխարհում հարկային այնպիսի արտոնություններ, որոնք որ ցավոք սրտի Հայաստանում կիրառելի չեն։ Այնց այստեղ հենց հասարակական կազմակերպությունով մեծ աշխատանք են կատարում եւ շատ ուրախ եմ, որ այս աշխատանքը ինքը շատ մեծ թափ է հավաքում եւ զգում ենք, որ մենք ապագային միտված առաջարկներ են կատարում։ Այսինքն ձեր այդ պլանավորելուց մենք սկսեցինք զրույցը Սերգեյ Ստեյցյան սա էլ, հա, սա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ։ Մենք վստահ ենք այն առաջարկները, որ այսօր կատարում ենք, որ շատ են ապագային միտված եւ այսօր մեր հասարակությունը, կառավարությունը դեռ պատրաստ չի այդ օրենսդրական փոփոխությունները կատարել, բայց արդեն իրենց տեսադաշտում կլինի, որ 2-3 տարի հետո այդ փոփոխությունները պետք է կատարել, որովհետև ուսումնասիրելով թե Ասիայի, թե Եվրոպայի շուկան, հարկային քաղաքականությունը, իրենց տնտեսությունը, արդեն իսկ նրանք սկսել են այդ օրենքները կյանքի կոչել, օրինակ ռոբոտների մասով, արհեստական բանականության մասով, այս առաջարկները այսօր մերժվում են, բայց հետագայում վստահ եմ, որ դրանք պետք է կյանքի կոչվեն, որովհետև դառնալու են մեր անբաժանելի մասը։ Այնպես ինչպես նաև նոր մեթոդները, փաստորեն դուք մի քանի առումով ժամանակը խնայելու եւ տարբեր բաներով, հա, մեր ժամանակները ասում են ամեն ինչ հասցնելու ժամանակներ են, բայց ոլորտում անընդհատ ուսումնասիրության պահանջը կա, բայց դուք նաև գործիքներ եք նոր փաստորեն մտցնում, արհեստական բանականության արդեն միջոցով սա էլ եք օգտագործում եւ փաստորեն նաև հաշվապահության մեջ է սա բավական մեծ օգուտ տալիս ժամանակի խնայում եւ երևի ոչ միայն։ Ժամանակի համար ես նախ ասեմ, այո, ժամանակ ինչքան մենք նոր մարտահրավերներ ենք մեզ համար դնում, ժամանակը գնալով սահմանափակվում է, սակայն ես իմ խորհուրդը եւ հորդորն եմ տալիս այն բիզնես իրականացնողներին եւ անհատներին, ովքեր որ շատ զբաղված են լինում, միևնույն է այդ ժամանակը ամբողջությամբ նախ չնվիրեն բիզնեսին եւ կարողանան այդ ժամանակը նվիրել իրենց իր հարազատներին, որովհետեւ այդ ժամանակի կորուստ հետագայում մենք չենք կարող վերականգնել որևիցե կերպ եւ կստացվի, որ մեր ամբողջ ժամանակը նվիրում ենք բիզնեսին։ Ոստի շատ կարեւոր է մենք ճիշտ բաշխենք մեր ժամանակը եւ հնարավորինս քիչ ռեսուրս ծախսելով ստանանք արդյունք եւ այս գաղափարախոսությունով ես ինքս առաջնորդվում եմ եւ Safe Invest-ն այդ գաղափարությունով առաջնորդվում է, որպեսզի մենք կարողանանք արդյունք ստանանք նույնը ավելին եւ ավելի քիչ ժամանակ վատնելով։ Այստեղ մեզ օգնության հասավ կարծես թե արհեստական բանականությունը նաեւ նոր օգնության ձեռք մեկնեց, որովհետեւ այն օրենսդրական պահանջները, որ օր-օրի կյանքի են կոչվում եւ մենք ստիպված ենք բիզնեսի կյանքը ապահովել, իրենց բնականոն ընթացի կյանքը ապահովել եւ շատ ժամանակ գիտեք բիզնես իրականացնողները տեղեկացված չեն, թե ինչպիսի օրենսդրական պահանջներ են կյանքի գալիս եւ հաշվապահական հաշվառումը վարելու համար ինչպիսի խնդիրներ կան եւ այստեղ մենք այդ աշխատանքը ապահովելու համար անընդհատ նոր ռեսուրսների ավելացում ենք կատարում եւ արհեստական բանականությունը արդեն իսկ մենք սկսել ենք կիրառել, կարծես թե շատ լավ օգնության ձեռք է մեկնում հաշվապահության մեջ, իրավաբանության մեջ, նա միայն օգնության ձեռք մեկնող ենք մենք դիտարկում, այլ ոչ թե փոխարինող։ Եվ բնականաբար 2025 թվականի ավարտին մենք սկսեցինք օգտվել այդ գործիքակազմից, բայց 2026 թվականը մենք նաև որոշակի ժամանակ նվիրելու ենք նրան, որպեսզի նա կարողանա մեզ ավելի շատ հետ վերադարձ կատարի։ Այո, նաև այսպես։ Շատ կարևոր բանի մասին խոսեցիք Սերգեյ, որ չի կարելի, ինչպես է հնարավոր ամեն ինչ հասցնել, տարբեր ոլորտներում այսքան զբաղվածություն ունենալ, բայց նաև ժամանակ գտնել հարազատների համար, անձնական ընկերների, շփումների, այն ոլորտների, որոնք աշխատանքից ու բիզնեսից դուրս են։
Ինձ թվում է նախ որ իմ ընկերները, իմ հարազատները կփաստեն, որ ես միշտ իրենց համար ունեմ ժամանակ, որովհետև ավելի թանկ են իրենք ինձ համար, քան բիզնեսը բնականաբար, բայց բիզնեսն էլ իր առաքելություն ունի եւ նա էլ իր տեղն ունի, բայց երբեք ես աշխատանքի եւ բիզնեսի համար իմ ընկերներին ժամանակ հատկացնելու խնդիր չեմ ունեցել։ Հնարավոր է եղել որոշակի հետաձգումներ, բայց միշտ ժամանակ պետք է գտնել։ Դա կարծում եմ այդ պլանավորման մեջ է եւ եթե նույնիսկ պետք է պլանավորումը չի բավարարում ավելի շատ աշխատանք կատարել շաբաթ եւ կիրակի օրերին, ես չեմ զլանում, եթե կարիք կա նույնիսկ շաբաթ կիրակի օրերին աշխատանքը կատարում եմ եւ եթե պլանավորման վրա մենք ծախսում ենք 1-2 ժամ ժամանակ, շաբաթվա մեջ խնայում ենք ավելի շատ ժամանակ։ Այդ շատ կարևոր գաղտնիքներ եք բացում։ Հենց այդպես է ստացվել, որ եթե 1 ժամ, 2 ժամ պլանավորում կատարում եմ, հասկանում եմ, որ խնայողությունը ավելի մեծ է լինում։ Սա կարելի ասել, որ անձնական յուրաքանչյուրն է, միշտ ասում եմ, որ քնելուց առաջ պլանավորեք հաջորդ օրը։ Գիտեք, շատ ծանրաբեռնել ըստ ինձ պետք չէ, բայց եթե դու շատ հագեցած ես եւ քո սեղանին դրված են մեծ աշխատանքներ, բազմաթիվ հանդիպումներ, առանց այդ ամեն ինչը կատարելու քո մոտ կստացվի թափթփված աշխատանք եւ քո կյանքն էլ որպես այդպեսին թափթփված կստացվի։ Ես կարծում եմ այդ դասավորելը շատ կարևոր է եւ առաջնորդությունը տալը շատ կարևոր է, թե որ դեպքում ես առաջնորդություն տալիս։ Բնականաբար երկրորդական, երրորդական աշխատանքները չանտեսելով։ Պետք է դասավորել ամեն ինչ։ Ըստ դասավորվածության արդյունքում մենք խնայենք մեր ժամանակը։ Փաստորեն դու այսինքն դուք ոչ միայն Safe Invest-ի կազմակերպության, այլև ձեր օրը շաբաթը պլանավորում եք։ Այո, ես պլանավորում եմ իմ առօրյան եւ բնականաբար երկարաժամկետ, երկար տարիներ շարունակ հաջորդ տարիները պլանավորում եմ կատարել։ Եվ այդ կարծես թե գրքային ինքը բաներ իլի ջան, որ պետք է պլանավորեք, բայց ես ինքս անկախ ինձանից այդ ամեն ինչը կատարել եմ եւ ստացել եմ արդյունք եւ երբևիցե այդ ձեռագրից չեմ հետ կանգնել, որովհետեւ ինքը շատ կարեւոր է, այսինքն այն նշաձողը որ սահմանում ես, հասնում ես նպատակին, այո, շատ կարեւոր է։ Փաստորեն 2025-ը դրական են գնահատում եւ արդեն երևի ծրագրերը պատրաստ են 26-ի։ Ընդհանուր առմամբ, այո, մեծ աշխատանք կատարեցինք, ես տեսնում եմ, որ այն նպատակները, որ դրել ենք մեր առջև ստացվեց, կարեւորը փոխարինելիության հարցը մենք էապես լուծեցինք։ Մեծ մարտահրավեր էր մեզ համար եւ դա հաջողությամբ ստացվեց։ Այո, իսկ 26-ի համար 26-ի համար արդեն ես ասացի, որ մենք պատրաստ ենք կազմով էլ ավելի շատ շուկայում մեծ տեղ զբաղեցնել, բնականաբար դա իրականացնելու ենք եւ չենք կանգնելու աշխատողների համալրման աշխատանքում եւ կարծում եմ մեր աշխատողների կյանքում նաեւ այդ արհեստական բանականությունը մեծ տեղ զբաղեցնելու։ Այո։ Ինչ վերաբերում է ձեր հետաքրքրություններին, ես գիտեմ, որ սպորտով սիրում եք զբաղվել, այսինքն այս ամեն ինչին ժամանակ տրամադրում եք։ Բնականաբար ես առավոտ վաղ եմ արտանում, 6-ին արտանում եմ, իմ կյանքը սկսում է 6-ին։ Աշխատանքը հիմնականում նստակյաց է, ուստի պետք է զբաղվել սպորտով, ինչը կատարում եմ երկար տարիներ, դա առավոտ շուտ թարմացում, մոտիվացիա է եւ դա անբաժանելի մասն է իմ կյանքի։ Կարծում եմ կշարունակեմ այդպես միշտ, ինչքան հնարավորությունս ելքի ֆիզիկապես եւ ժամանակի առումով օրվա ավարտին էլ միշտ կարողանում եմ գտնել ինչ-որ փոքրիկ հատվածներ, որ կնվիրեմ, չգիտեմ, թատրոն գնալուն, կինո եւ այլն, պետք է նաեւ մեր կյանքը աշխատանքային ծանրաբեռվածությունից տարանջատել, նաեւ այլ հագեցնել, այլ հետաքրքիր, մեզ համար հետաքրքիր միջոցառումներով։ Այո, սա կարևոր է, չէ, որպեսզի նաեւ հնարավորություն տրվի այդ միօրինակության մեջ, այսպես կարծես նորից ինչ-որ առումով էներգիայով լցվելու, նորից նոր մտքեր ուղեղը կարողանա գեներացնել։ Շատ կարևոր է, որովհետև ձանձրույթը կսպանի մեզ եւ բացի այդ շատ ժամանակ ովքեր մոտ չեն հաշվապահությանը, այդ թվում նաեւ հարազատները չեն պատկերացնում, թե հաշվապահ աշխատանքի ծանրաբեռվածությունը ինչպիսին է եւ ինչպիսի պատասխանատվության եւ ծանրաբեռության տակ ենք աշխատում մենք ամեն օր եւ ինչ դժվար նյարդային աշխատանք է ինքը երբեմն շատ ծանրաբեռված եւ նյարդային աշխատանքը թեթևացնելու, թուլացնելու եւ դժվարությունները հաղթարելու համար մոտիվացիային այդպիսի գործիքները, որոնք պետք է իրականացնենք մեր կյանքում։ Անպայման այդ պլանավորման մեջ, շաբաթական պլանավորման մեջ պետք է
տեղ զբաղեցնեն այդպիսի միջոցառումները։ Իսկապես երևի ամենագործնական, ամենագործուն ու էական կարևոր կետերն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք ինչպես աշխատանքի հետ կապված պլանավորում, այնպես էլ երևի անձնական օրվա պլանավորման դեպքում։ Սիրելի հետևորդներ, բիզնեսի հետ կապված արդեն նշեցիք, դուք բարբերաբար տեսնում եք հասցեն հեռախոսահամարը, իրականում մեծ ծրագրեր կազմեք։ Երբեք ինչ-որ բան անելու համար ուշ չէ, շատ կարևոր է, եթե մտահղացում ունեք, դա իրականացնել, մանավանդ որ Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերությունը այս առումով ամբողջական խորհրդատվություն կտա, նաև շուկայի պատկերը տարիների ամբողջ կտրվածքով կկարողանաք ունենալ ու ի վերջո հասկանալ իսկապես երազանքի ետևից գնալ արժի թե չէ, բայց նաև դրանից զատ Սերգեյ պիտի խնդրեմ ուղղակի մարդկանց, որոնք ինչ-որ բան ուզում են պլանավորել, ծրագրել, այդ թվում ֆինանսական, մենք հիմա գիտեք այդ ուղղությամբ շատ են, որ սխալներն են, որ ավելի շատ է, Հայաստանում, կանայք կամ առհասարակ ընտանիքներում, որ տեսանելի է ձեզ համար։ Փոքրուց տան ընտանիքում էլ եւ ընդհանրապես հետո արդեն աշխատանքի վայրում, արդեն որպես գործատու, իմ հոգեբանությունը ֆինանսների առումով այսպեսին է եղել։ Տեսեք, կան բիզնես իրականացնողներ կամ անհատներ, ովքեր որ ծախսերի կրճատման քաղաքականություն են որդեգրում եւ տեսնում են թե ինչ կարելի անել, որպես այստեղ քիչ ծախսեն, այստեղ քիչ ծախսեն։ Իմ հոգեբանությունը եւ ուղղվածությունը մի քիչ այլ է, ինչպես անել եկամուտներն ավելացնել, որովհետեւ սահմանափակ եկամուտների շրջանակում միևնույնն է մեր ծախսերը այդ դրան շրջանակում է լինելու։ Ոստի պետք է եկամուտների ավելացման քաղաքականություն որդեգրել, որպես անընդհատ դրան շուրջ պետք է մտածել։ Ես ինքս այդպես եմ անում, իսկ եթե դու արդեն եկամուտներ ունենում ես, ծախսերը ինքնին իրանք կունենաս եւ կբավարար միջոցներ կունենաս։ Բնականաբար կան անձիկ, ովքեր որ ավելի շատ ծախսում են, քան աշխատավարձ են ստանում։ Ինձ համար դա ճիշտ ասած խորթ է, ես չեմ հասկանում ինչպես է դա ստացվում։ Ֆինանսական պլանավորման հարցում դա պետք է մտածել։ Ինչպես անել, որ եկամուտները անընդհատ ավելացնել։ Ոչ թե ծախսերի կրճատումը շատ կարևոր է, դա շատ կարևոր է, բայց դրա վրա ամբողջ ռեսուրսը, ժամանակը ներդնելը կարծում եմ միևնույն է մեր ուզած նպատակին չենք հասնել։ Այո։ Վերջի պետք է մտածենք ինչպես անել եկամուտներն ավելացնել։ Ի սկզբանե թիրախը դա պետք է դնել։ Իրականում շատ տարբերվող առաջարկ էր, Սերգեյ, ես շատ շնորհակալ եմ։ Գիտեք, ձեր աշխատանքային ոճը եւ մարդկային, այսինքն զուգահեռ, այսպես մոտիվացնող, միշտ դեպի առաջ գնացող, առաջ տանող նաեւ մարդկանց, ինձ թվում է, որ սա շատ կարևոր եզակի մի բան է, մարդկային տեսակ ասեմ, որը որ շատ տեսանելի է լինում եւ շատերին է օգնում, որովհետեւ սա նաեւ դրված է հենց Safe Invest-ի հիմքում։ Ես ուզում եմ, որպեսզի եկող տարին իրականում ավելի մեծ հաջողությունների եւ բոլոր ուղղություններով հաղթանակներն իրականում շատ լինեն, որովհետեւ սա հնարավորություն է տալիս ոչ միայն ձեզ, ձեր հրաշալի աշխատակազմին, այլև այն մեծ բանակին, տնտեսվարողների, ովքեր իրենց ամենակարևոր, ինչ որ առումով նաև ուղղությունը վստահել են ձեզ, իսկապես հանգիստ լինել։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ շնորհակալ Էլի ջան։ Սիրելի հետևորդներ, իրականում ասում են, որ մենք ինչ-որ ժամանակահատված հաշվում ենք ամիսներով, օրերով, լինում են պահեր, երբ հաշվում ենք ընդամենը ժամերով։ Ինչ-որ ժամ հետո, ժամեր անց օրացույցի թվերը փոխվելու են, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք այս ամենակարևոր փոփոխության պահին զգացողությունը մեր լինի ավելի շատ սպասումով, որպեսզի կարողանանք իրականում 2026-ին նոր ու հետաքրքիր օրեր, պահեր ու հաղթանակներ ակնկալել։ Ակնկալելու համար նախ եւ առաջ իսկապես պետք է սա այս ներքին զգացողությունը ունենալ։ Մենք պիտի շատ դրական ու լավ բանի սպասենք, մենք պիտի կարողանանք նաև մեր ունեցածով դրական ու լուսավոր օրերով ու վայրկյաններով ուրախանալ։ Այսօր մենք շատ հետաքրքիր պրոֆեսիոնալ մարդու հետ էինք զրուցում եւ կարծում եմ, որ շատ օգտակար պիտի լինի տարին ամփոփել հենց այս մասին խոսելով։ Գիտեք, միշտ հաճելի է, երբ մարդիկ ունեն հստակ ծրագրեր եւ կարողանում են առանց առաջ անցնելու բարձր բառերի, բայց հստակ ու հաստատուն քայլերով գնալ դեպի իրականացում այս ծրագրերի։ Safe Invest հաշվապահական
խորհրդատվական կենտրոնը տարիների ընթացքում հստակ ու հաստատուն ինքն ունենալով իր հզոր բանակը նաև տնտեսվարողների, բիզնեսի, ում հաշվապահությունն իրականացնում է, կարողանում է առանց ավելորդ ոգևորության, բայց հստակ իր ծրագրերը տանել դեպի հաղթանակներ։ Այսօր մենք զրուցում էինք Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ, Հայաստանի աուդիտորների պալատի հարկային հանձնաժողովի անդամ Սերգեյ Խաչատրյանի հետ։ Safe Invest-ի համար 2025 թվականը ըստ էության հաջողությունների տարի էր, արդեն 2 հասցեում երկրորդ մասնաճյուղը բացվել է, Հակոբ Հակոբյան 2 հասցեում և Թումանյան 1 հասցեում հիմնական գրասենյակը գործում է, գերհագեցած նորագույն սարքավորումներով ըստ էության եւ ամենակարևորը շատ պրոֆեսիոնալ թիմ, որը կարող է արդեն նոր հաճախորդների ներգրավել, սպասարկել եւ վստահ կարող են լինել բիզնեսի բոլոր ուղղությունները, որ իրենց բիզնեսը վստահելի ձեռքերում է։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Ես ուզում եմ, որպեսզի լուսավորը 25-ից տանենք 26, ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր օրերի մեջ մենք գտնենք այն, ինչը մեզ երջանիկ է դարձնում եւ ամենակարևորը գնահատենք, որովհետեւ երջանկության փոքր հատիկները միշտ լինում են, միշտ մեր շուրջն են, ամենակարևորն է իսկապես դրանք նկատել ու գնահատել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։